Պարոն վարչապետ, անկլավետ սլավների մասով դուք ասացիք, ձեր գրառումն էր, որ Արցվաշենը պետք է եւ մյուս օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն։ Մյուս կողմից ասացիք, որ քննարկում դեռ ասենք նախկին շրջանում ասում են, որ Հայաստանը չի պայքարում իր տարածքները վերադարձնելու համար, չէ, հիմա ուղղակի ձեր ուշադրությունն է հետաքրքիր է, երբ որ ասում ես, որ Հայաստանի ինքնիշխան տարածքները պետք է վերադարձվեն, պարզվում է, այդ էլ այնուամենայնիվ նրա մասին, որ ինչ-որ բան տալիս ես եւ այդպես չէ։ Այս ուղղակի որպես հետաքրքիր պատերազմ չեն կանելու, դրա համար էլ հիմա կասկածներ են առաջացել Արցվաշենի հարցը վերել է գորական վիցե-պրոկուրորն եք 1991 թվականին Ալմաթայի հռչակագիրը եւ դրա հիման վրա Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ դա պետք է ի կատար ածվի։ Նաեւ ինչպես արդեն ձեր հարցինի պատասխանը դեռից եկեք ստեղելի հարցը։ Հեսա կլսեմ ձեզ։ Ներողություն։ Ձեր հարցինի պատասխան օպտիմալացումների հնարավոր փոխանակումների սխեմաները նկարագրված են իրավական բարձրագույն ուժ ունեցող Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում։ Պարոն վարչապետ, նաև ասացիք, որ այս քննարկումը դեռ չկա սահմանազատման հանձնաժողովների միջև, ամեն դեպքում այդ որոշում ամեն դեպքում դեռ չկա։ Հիմա եթե բանը հասնի, որ այդ թեման դեռևս սեղանին դեռ չի դրվել եւ այդ process-ը հիմա եթե այդ երբ որ լինի, երբ որ այդ process-ը լինի, ձեր կառավարության հստակ դիրքորոշումը ո՞րն է, անկլավների եւ էքսկլավների վերահսկողությունը մնա այնպես ինչպես կա, թե լինի փոխանակում, այսինքն երբ որ դուք ասում եք, որ Արցվաշենը պետք է վերադարձվի, մենք կարող ենք արդեն հստակ սա անցալել որպես ազդակ, որ դուք կողմեք դրանց այսինքն հայկական տարածքը վերադարձվի, իսկ ադրբեջանական այն անկլավները, որոնց մասին իրենք ասում են եւ դուք էլ եք ասում 91 թվականի քարտեզներով, դրանք էլ վերադարձվեն Ադրբեջանի, սա Հայաստանի դիրքորոշումն է։ Դուք կարող եք հստակ արձանագրել մի բան, որ Հայաստանի կառավարությունը առանց ժողովրդի դիրքորոշումը իմանալու չի կարող Արցվաշենը փոխանակել որևէ բանի։ Այսինքն մենք ոչ միայն Արցվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ։ Ես հարցնում եմ ձեր դիրքորոշումը ո՞րն է։ Իրավիճակը մնա այսպես, թե այն մյուս սցենարով։ Ես այդ հարցին չեմ անդրադառնա, որովհետև նախ ինչպես ասացի, իմ նախկինում արձանագրած դիրքորոշման համաձայն պետք է մի հատ իրավական հիմքեր նայենք։ Այսինքն հիմա դուք ինձ ինչ հարց եք տալիս, ձեր դիրքորոշումը ո՞րն է։ Այդ իմ ընկալմամբ իրավական արձանագրումներ չտեսած վիճակում ես դիրքորոշում արտահայտել։ Պետք է մյուս կողմից էլ ասում եք 91 թվականի քարտեզները չեն ներառում անկլավները։ Չէ, ես դրա համար այդտեղ գիտեք էլի եմ ասում, այդ ասածների մեջ նրբություններ կան։ Այդ ասածների մեջ նրբություններ կան։ Հիմա երբ որ կլինի խոսակցությունը, Ադրբեջանը կբերի իր փաստարկները, մենք կտերենք մեր փաստարկները եւ կտեսնենք կհամեմատենք։ Երբ որ եւ եթե արձանագրվի որ կա այսպիսի թեմա 1, այսպիսի թեմա 2, այն ժամանակ արդեն կսկսենք մտածել դիրքորոշումների մասին։ Այդ արձանագրվածը ինքը մենք առաջարկում ենք փոփոխության ենթարկվի, թե չէ, բայց քանի դեռ չի արձանագրվել դե յուրե որևէ բան, դա քննարկելը ինքնին մեթոդական սխալ է։ Եվ մի կարճ հարց էլ, պարոն վարչապետ, դուք ասացիք, որ արդեն բոլորը էլի բանի մասին, Չէ, Ցորենի հետ կապված է, Ցորենին անդրադառնանք։ Բայց դուք ինչի չեք մի քիչ նենց կանգնում, որ մեր օպերատորներին անդադար չեն։ Դուք ասացիք, որ հեղափոխության օրերին Եվրամիության դեսպանների հետ հանդիպում եք։ Եվրամիության չէ, բոլոր դեսպանները։
Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպում է եղել եւ բոլոր դեսպանների եւ իրենք Ես հիմա չեմ կարող ասել բոլորն են մասնակցել թե չէ։ Ես ուզում եմ հետեւյալը հասկանալ, որ օրն է եղել այդ հանդիպումը, եթե կարող եք հիշել օրը ասել եւ կոնկրետ ինչ աջակցություն են ձեզ առաջարկել եւ Գիտեք, այդ հանդիպումը տեղի է ունեցել Մարիոտում, ես օրը չեմ կարող ասել, դա ուղիղ եթերում ես գնացել եմ այդ հանդիպման, չի լուսաբանվել այդ հանդիպումը։ Ինչ աջակցություն են ձեզ։ Նրանք առաջարկել են միջնորդություն, ես մերժել եմ։ Ես ասել եմ, ես կարիք չունեմ օտար երկրա ներկայացուցիչների միջնորդության Հայաստանի Հանրապետության ներսում մեր հարաբերությունների համար։ Աջակցության մասին։ Այդ ա եղել աջակցությունը, միջնորդություն։ Այսինքն աջակցության մասին չի եղել։ Աջակցություն միջնորդությունով, իրավիճակը։ Ոնց լուծվի, ոնց հանգուցան։ Ես չեմ հարցրել, որովհետև ես ասել եմ, որ այդ բանաձևը ինձ համար ընդունելի չի, մեզ համար։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։